Հրապարակ օրաթերթը գրում է. իշխանական զույգը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրկին Սյունիք են գնում։ Հունիսի 7-ին և 8-ին նրանք կլինեն Սիսիանում և Գորիսում։ Այցի հիմնական նպատակը տիկնոջ կրթվելը նորաձև է արշավն է, սակայն մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հատկապես Գորիսում շրջայց կատարելու, ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերին, իրականում ցույց տալու, որ ընդդիմադիր Արուշ Արուշանյանի ղեկավարած համայնքում անգամ ինքն ընդունելի է ու սիրված ղեկավար է։ Այս պահի դրությամբ դեռ Սյունիքի այցի հետ կապված չկա հստակ որոշում։ Եթե կարողանան համապատասխան միջավայր ապահովել, ապա այցը կկայանա։ Հիշեցնեմ, որ կրթվելը նորաձև է այս շարժման հիմնադիրներ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հատկապես այսօր որևէ բանով չեն տարբերվում փողոցում մեզ հանդիպած առաջին ռուսեն ասած ալկաշ բոմժի վարքագծից, իրենց վարքագիծը չի տարբերվում։ Նիկոլ Փաշինյանը այսօր ինչ-որ սրբազանի էր դիմել, կոչ անելով ներողություն արտահայտության համար գնալ և դոմփել իր քեռու կնոջը։ Աննա Հակոբյանը մանկապիղծ էր անվանել հոգևորականներին, Աննա Հակոբյանը հատկապես առանձին կանդրադառնանք։ Սրանք են կրթված այս զույգը, չփաստաթղթավորված ամուսինները, սրանք են, որ փորձում են հասարակությանը կրթել ու հասկանալի է ինչ իմաստով կրթել, եւ սրանք են, որ հասարակությանը Հայաստանին դեպի Եվրոպա են տանում։ Ես միայն սպասում եմ, որ երբ Աննա Հակոբյանը կապտակի Նիկոլ Փաշինյանին հրապարակային, եւ դա մենք կտեսնենք տեսախցիկների առաջ, ինչպես Բրիջիթ Մակրոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, եւ այդ դեպքում ես միայն կհամոզվեմ, որ իրականում մենք գնում ենք այսօրվա Եվրոպա, Եվրամիություն, ուրիշ պարագայում մի փոքր կասկածելի է։ Ես կսպասեմ Աննա Հակոբյանի ապտակին։